Ժողովրդյան, գիտեք ես շատ եմ մտածալ ահոտ է, ասում Աստված, մի անգամ տար, որ ես Հայաստան գամ ու մտնիմ եկեղեցի, իմ աղբերներս և քուրներս հետ փառք ես տամ։ Այսօր էդ օրն է։ Կներեք, որ ես հայերեն լավ չեմ խոսում, ես ռուսերեն եմ խոսելու, բայց ուզում եմ փառք տամ Աստծուն, որ ինչ որ ասեմ, այդ բոլորը Աստվածն արալ մեզ։ Слава Богу, слава Богу. Փառք Տիրոջը։ Իմ անունս Էդիկ։ Իմ պապաց Հարաբաղցի է, մաման էլ Զանգեզուրեցի է, ես էլ Գրոզնում եմ ծնվել, հիշկան ես ապրան Գրոզնում եմ ապրեն, դե հայերեն ես հիշկան պապա մաման խոսել են, այդքան էլ իմ գլուխս եկել է էլի։ Բայց ես Ռուսաստան եմ ապրել, ընդեղ հայերեն չեն խոսել, Գրոզնում հայերեն չեն խոսել։ Там и не учили русский, այնտեղ ոչ սովորել ենք ռուսերեն, и не писали ոչ գրել ենք ռուսերեն, հայերեն։ Да. Я жил в неверующей семье. Ես апրել եմ անապաշխար ընտանիքում, Ни мои родители, ни я ոչ не իմ были ծնողները, верующими. ոչ ես հավատքի մեջ չենք եղել։ Вырос я среди чечен. Մեծացել եմ ես չեչենների մեջ, И так же жил я. Как они жили, так и я жил с եւ ними. այնպես է ապրում, ինչպես իրանք են ապրում, իրար հետ ապրում ենք։ Думал, что я живу правильно и, Մտածում делаю, եմ, որ ապրում եմ ճիշտ и поступаю правильно. եւ անում եմ ճիշտ։ Знаете, в Римлянам написано очень интересное такое место Писания, где говорит, что Մի հատ հետաքրքիր տեղ կա գրված Հռոմեացիների մեջ, ուզում եմ կարդամ։ Это 7 глава, Դա 7-րդ գլուխն է, 9 стих. 9 համար։ Я жил некогда без закона. Ես էլ առանց օրենքի ատելը ապրում էի, То есть был беззаконник, так получается. առանց օրենքի էի, И думал, что я делаю и поступаю правильно. եւ մտածում եմ, որ ամեն ինչ ճիշտ եմ անում, Но когда пришла заповедь, բայց երբ պատվիրանքը վրաս հասավ, то грех ожил. մեղքը ողջնցավ, կենթանացավ։ Когда Господь коснулся моего сердца, Երբ որ Աստված հպվեց իմ սրտին, я понял, что я грешник. ես հասկացա, որ ես մեղավոր եմ։ Господь постучал в мое сердце, Աստված թակում էր իմ սիրտը, и я не стал противиться. եւ ես չհակառակվեցի։ В 90-м году, 90 թվականին 1990 когда было очень трудное время для всего Союза и Армении, и всех везде, Երբ որ շատ ծանր ժամանակներ էր սովետական միության մեջ, Հայաստանի համար էլ ամենտեղ, Господь постучал в мое сердце. Աստված թակեց իմ սիրտը, И Он дал мне возможность եւ նա ինձ տվեց հնարավորություն прийти один раз в служение. Открыл двери. մի անգամ գալ պաշտամունքի, Ну, не знаю, кто-то из вас, может, знает, это семья Гавриловых в Грозном. Գրոզնում մի հատ ընտանիք կա, Գավրիլովների ընտանիքը, կարող դուք էլ լսած լինեք։ И когда я зашел туда в первый раз, Երբ որ ես մտա այնտեղ առաջի անգամ, и мои глаза сразу остановились на одном человеке, который
Իմ աչքերը միանգամից հառեցին մի մարդու վրա, и это был армянин. եւ դա հայ էր։ Больше там никого не было, я удивился. Այնտեղ ուրիշ ոչ մեկը չկար եւ ես զարմացա։ Ну, я имею в виду из армян. Ես նկատի ունեմ հայերից ոչ մեկը չկար։ Ну, я подошел к нему Եվ ես մոտեցա նրան, и подошел, сказал, а ты что здесь делаешь եւ среди մոտեցա них? եւ նրան ասեցի. Ինչ ես անում դու այստեղ ռուսների մեջ։ А он сказал, я молюсь Богу, живому. Եվ նա ասա, որ ես կենթանի Աստծուն եմ աղոթում։ А это мои братья и сестры. Եվ սա իմ քույրեր ու եղբայրներն են։ И Иисус кровь пролил за каждого из нас. Հիսուս ամեն մեկիս համար արյուն է թափել։ И сегодня мы братья и сестры. Եվ հիմա մենք եղբայրներ եւ քույրեր ենք։ Я был очень удивлен, Ես շատ զարմացած էի, потому что я никогда не ходил в церковь. որտեվ ոչ մի անգամ չէի հաճախել Ни в եկեղեցի։ какую церковь не ходил. Որևէ եկեղեցի չէի հաճախել։ И там был их папа, это Гаврилова Саши, это папа был, он пресвитер там был. Եվ նրանց հայրը Գավրիլով Սաշան երեց էր այնտեղ։ Там было не так много людей, мы в доме, они собирались в доме. Այնտեղ տանն էինք հավաքվում, շատ քիչ մարդիկ էին, И мне подарили Евангелие. եւ ինձ նոր կտակարան նվիրեցին։ Я когда начал читать это Евангелие, Երբ որ ես սկսեցի կարդալ ավետարանը, Господь настолько коснулся моего сердца, Աստված այնքան ուժեղ խփվեց իմ սրտին, что я уже не мог. Я пошел и пришел к братьям եւ ես էլ չէի կարող մոտեցա и եղբայրներին покаялся. եւ սկսեցի զղջալը, И исповедовался перед ними, խոստովանվեցի նրանց առաջ, перед Господом. Աստծո առաջ։ Они были мои наставники. Նրանք իմ ուսուցիչներն էին։ Может, его знаете, его имя Аганес Унанян, может, кто-то знает. Կարող գիտեք Հովանես Հունանյան, Он сейчас живет в Норд-Каролайне. Հովանես Հովանես եղբայրը, աղբերը. Ամերիկայում ապրում, Он мой старший брат, я его նա считаю իմ как ավագ старший брат. եղբայրն է, ես էլ տենց եմ համարում։ Я потерял своего брата, когда мне было 27 лет, Ես իմ եղբորը կորցրել եմ, երբ որ 27 տարեկան в էի Грозном. Գրոզնում, А он мой старший брат. եւ նա իմ մեծ եղբայրն էր։ Я его всегда считаю, как если я советуюсь в чем-то с ним, даже я уже взрослый будущий, Ես հիմա էլ նրա հետ խորհուրդ եմ հարցնում, մեծ լինելով էլ նրանից խորհուրդ եմ հարցնում ինչեւ հիմա։ знаете, Գիտեք, 90-й год, 92-й год, 93-й год, в 92-м году, 92 թվականին, через 2 года после того, когда я уверовал, 2 տարի հետո ապաշխարելուց Господь мне даровал такую, знаете, добродетельную жену. Աստված ինձ նվիրեց մի բարեգործ կին։ Բարիգոտսկին, հասկանում եք, չէ, Բարիգոտսկին, Դա մի ով է։ բան է։ И знаете, было очень тяжело, тогда был очень сильный беспредел. Գիտեք, այն ժամանակ շատ ծանր էր եւ ամեն մարդ իր ուզածն էր անում։ В Грозном Грозном, могли в Чечня. любое время убить и даже Ամեն ժամանակ կարային քեզ գային սպանեին, некоторые настолько пугали людей, что они убивали, резали головы чечены. այն ժամանակ ահավոր էր, կտրում էին մարդկանց գլուխները, սպանում էին, Да, ну было очень тяжело, но շատ ծանր էր։ Господь настолько, даже мы не ожидали так, что Господь открыл двери нам. Մենք չէինք էլ սպասում, թե Աստված ինչ դռներ բացեց մեզ համար։ Мы все бросили, оставили, Մենք ամեն ինչ թողեցինք, поехали сначала в Россию, потому սկզբից что Ռուսաստան գնացինք, нам дали не так много времени, 10 дней, сказали, если Որտե- не покинете, մեզ ժամանակ էին տվել 10 օր, որ եթե չթողնենք այդ վայրը, то значит и жизни потеряете. կյանքն էլ ձեռնեցս կտանք։ Да, мы уехали. Մենք գնացինք, И через некоторое время Господь открыл нам дорогу. В 94 году мы уехали в Америку. եւ Աստված 94 թվականին դուր բացեց եւ մենք գնացինք Ամերիկա։ В 95 году 95 թվականին папа и мама,
они իրանք ապաշխարել են։ Հայրս ու մայրս ապաշխարեցին։ В то время им было 75 лет. Այն ժամանակ 75 տարեկան էին Они նրանք, были взрослые люди уже. մեծ էին արդեն, Но Господь явил милость им. Они, եւ брат Аганес папе моему крещение преподавал. եւ Հովանես եղբայրը պապայիս մկրտեց, Господь их крестил Духом Святым. Աստված նրանց Սուրբ Հոգով մկրտեց, Они прожили добрую жизнь. В конце жизни своей прожили спокойно, добрую жизнь. Перешли к Господу. բարի կյանք ապրեցին, բարի վախճանով էլ գնացին Տիրոջ մոտ, С любовью к Господу. Աստծո սիրով։ Господь нам подарил с моей женой Աստված ինձ ու իմ կնոջը նվիրեց 11 детей. 11 երեխա, Слава Богу. Փառք Հիսուսին։ Все они служат Господу. Նրանք բոլորը ծառայում են Տիրոջը, Разве я знал, что արդյոք тогда, ես գիտեի, когда я приду к Господу, Господь так благословит меня. արդյոք ես գիտեի, որ երբ որ Աստծուն գամ, նա ինձ պետք է այսպես օրհնի։ Екклесиаст, в Ժողովողում 3 главе, 1 стих, 3-րդ գլուխ առաջի համարում այսպես ասում. говорит, всему свое время. Ամեն ինչին իր ժամանակը կա։ И время всякой вещи под небом. Եվ ամեն ինչի ժամանակը երկնքի տակ է։ Брат сегодня напоминал о том, что Եղբայր Елисей այսօր հիշեցրեց Եղիսեի говорил մասին, Езекии, разве время брать серебро? Գեզի արդյոք ժամանակն է արծաթ վերցնելու։ Всему свое время. Ամեն ինչին իր ժամանակը կա։ Время рождаться Ժամանակ սпасելու и время умирать. եւ մահանալու ժամանակ։ Всему свое время. Ամեն ինչին իր ժամանակը կա։ И там Екклесиаст пишет очень много про этом времени, но конечное, я прочитаю или скажу, там написано «время в войне». Ժողովող 3-րդ գլխում շատ է խոսում ժամանակների մասին, բայց վերջում գրված է, որ պատերազմի ժամանակ կա Время в войне, время миру. եւ խաղաղության ժամանակ կա։ Война, она приносит смерть. Պատերազմը բերում է մահ, А мир приносит жизнь. բայց խաղաղությունը բերում է կյանք, Жизнь человеческую. մարդկային կյանք։ А Божий мир Իսկ Աստծո խաղաղությունը приносит жизнь вечную. բերում է հավիտենական կյանք К чему мы стремимся? եւ ինչին էլ մենք ձգտում ենք։ Это наша надежда на Господа. Դա մեր հույսն է Աստծո վրա։ Очень интересно, все время, мы не можем контролировать временем. Շատ հետաքրքիր է, որ մենք չենք կարողանում ժամանակը տնօրինել։ Все время в руках Божьих. Ամեն ժամանակներ Աստծո ձեռքերին են։ В то время, когда была вот эта 44-дневная война в Армении, здесь, в Карабахе, Երբ որ այն ժամանակ 44-օրյա պատերազմ եղավ այստեղ Ղարաբաղում, Հայաստանում, мы там в Америке, и я знаю, что по всему миру молились. Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում աղոթք էինք անում։ В нашей церкви нету армян, кроме меня. Մեր եկեղեցում հայ չկա բացի ինձանից, Ну и моей семьи, моих детей. բացի իմ ընտանիքից, իմ երեխեքից։ Моя жена, хотя она русская, но она считает себя армянкой. Իմ кինը թեպետ ռուս է, բայց իրան հայ է համարում։ И я всегда обращался в собрании и молил и просил, Господи, чтобы они молились Господу. Եվ ամեն պաշտամունքին խնդրում է, որ իրանք աղոթեն ձեզ համար։ Խնդրեն Տիրոջը։ Именно вот в этот момент, когда я молился о том, что когда была блокада, Եվ այն ժամանակ, երբ որ բլոկադա էր, փակ էր, այդ ժամանակ աղոթք էինք անում, я знал, что нужно молитвы для этого народа, которые там находились. ես գիտեի, որ աղոթք է պետք այն ժողովրդի համար, որ ընդեղ էին, փակված էին։ Хотя я был далеко от них, Թեպետ Եվ հերոյ ռաս։ է ես շատ ձեզանից,
но сердце мое было здесь. բայց իմ սիրտը ստեղ էր։ Я всегда молился об этом, чтобы Господь явил милость и открыл этот путь, дорогу открыл для людей, которые были в этой блокаде. Բայց միշտ աղոթում ենք, որ Աստված ողորմություն անի եւ դուր բացի, որ ժողովուրդը դուրս գան այդ վիճակից։ Мы думали, и я думал, что по-своему мысли мои были, как Господь откроет. Մենք միշտ մեր ձևով էինք мտածում, Ну, Бог сделал свое дело по-своему. բայց Աստված իր գործ արեց իր ձևով։ Я вспоминал, когда они были, этот выход был тяжелый выход для них, и я смотрел по YouTube, как они там выходили, машины там сколько дней выходили. Ես նայում էի YouTube-ով եւ հետաքրիր էր շատ ծանր էր այդ ելքը դուրս գալը այնտեղից ժողովրդի համար Вы это все знаете. եւ դուք դա գիտեք բոլորը։ И я уверен, что многие из вас, и брат Артак тоже помогали, очень много помогали людям, те, которые выходили оттуда. Ես հավատում եմ, որ թե Արտակ եղբայրը, թե դուք բոլորդ շատ եք օգնել այդ ժողովրդին, որ այնտեղից դուրս են եկել։ Вы знаете, я в мыслях вспоминал о том времени, когда евреи выходили из Египта. Ես մտովի պատկերացնում եմ, որ հрьяաները Եգիպտոսից դուրս էին, երբ որ գալիս, Они тоже имели там дома, նրանք էլ այնտեղ տներ ունեին, они имели там практически все, ամեն ինչ ընդեղ էր նրանց, ամեն ինչ ընդեղ էր, но они были рабами. բայց նրանք ծառաներ էին այնտեղ։ Почти точно так же и в Карабахе, когда сделали блокаду, они стали как пленники. Եվ մոտարապես նույն պատկերը Ղարաբաղում էր, երբ որ փակել էին, մարդիկ գերի էին մնացել այնտեղ։ Но когда открылась дорога, Բայց երբ որ դուռը բացվեց, ճանապարհը бацվեց, они оттуда вышли, նրանք այդտեղից դուրս եկան, не понимая о том, что Господь ведет их вот таким путем. չհասկանալով, որ Աստված նրանց հետ այդ ճանապարհով է տանում։ Точно так же, как израильский народ, когда вышел оттуда, они радовались. Եվ նույն ձև որ Իսրայելի ժողովուրդը դուրս եկան այդտեղից, նրանք ուրախ էին, ուրախանում էին։ Но когда прошло какое-то определенное время, они стали роптать. Երբ որ մի որոշ ժամանակ անցավ, նրանք սկսեցին տրտնջալ։ Знаете, я молюсь Господу о том, чтобы народ, который вышел с Карабаха, Գիտեք, ես աղոթում եմ, որ այն ժողովուրդը, որ դուրս է եկել Ղարաբաղից, и те, которые здесь живут, եւ նրանք ովքեր այստեղ են ապրում, чтобы не было ропота, որ չլինի տրտունջ, потому что ропот, он, знаете, уничтожает человека. որովհետեւ տրտունջը ոչնչացնում է մարդուն։ Как было тогда в пустыне. Անապատում, երբ որ այն ժամանակ կար, 40 лет они ходили и были уничтожены, умерли все в пустыне. 40 տարի երբ որ նրանք քայլում էին անապատով եւ տրտնջում են եւ ոչնչացան։ Я вот недавно приехал, 3-4 дня, как мы приехали сюда. 3-4 օր է որ մենք եկել ենք այստեղ, И у меня здесь есть родственники. ես այստեղ բարեկամներ ունեմ, Я имел желание вместе с моей женой посещать их. ես ունեի ցանկություն կնոջս հետ այցելել նրանց, И я старался как мог говорить им о Боге, об Иисусе. եւ ես ձգտեցի ինչքան հնարավոր է Աստծո մասին, ճշմարտության մասին ասեմ նրանց։ Я им говорю, что Иисус, Он спас вас, Он открыл вам дорогу, и Он очень хочет для вас, чтобы вы имели жизнь. Ես նրանց ասեցի, որ Աստված ձեզ հնարավորություն է տվել եւ հավիտենական կյանք է տվել, որ դուք ունենաք այդ կյանքը, ընդունեք նրան։ Они мне говорят, что они верят в Бога, Նրանք ասում են, որ մենք հավատում ենք Աստծուն, но они говорят, что они пойдут и свечку поставят. բայց ասում են, որ կգնանք եւ մոմ կվառենք։ Они говорят, что они очень рады были, что мы пришли. Նրանք շատ ուրախ են, որ մենք եկել ենք։ И от радости они делают столы и на стол ставят водку. Եվ ուրախությունից сեղան են գցել եւ сեղանին դրել են օղի։ Я говорю, я не пью, я верующий, я не Ես ասեմ, пью. ես չեմ խմում, ես հոգևոր եմ, հավատացյալ եմ։ А они говорят, мы тоже верующие. Ասում եմ, մենք էլ ենք հավատացյալ։ Ну, мне было немножко неудобно, потому что я давно в такой среде не был.
ինձ համար մի քիչ անհարմար էր, որովհետև շատ ժամանակ էր, որ այդ ձև միջավայրում չէ եղել։ И у меня душа желала увидеть моих братьев и сестер. Եվ իմ հոգին ուզում էր իմ եղբայրներին, քույրերին տեսնել։ Я сегодня увижу вас, и Ես այսօր տեսնում եմ ձեզ, мое сердце радуется. եւ իմ սիրտ ուրախանում է։ Я и волнуюсь, и радуюсь. Ես համ ուրախանում եմ, համ էլ մի քիչ անհանգստանում, Потому что душа, она требует вот этого вот общения. որովհետև հոգին հենց այս միությունն է узում։ Знаете, я очень сильно молюсь. Я молюсь и прошу Господа. Ես շատ ուժեղ աղոթում եմ եւ խնդրում Տիրոջը։ И знаете, я еще одно место прочитаю. Это Ես մի տեղ կկարդամ, сейчас я прочту. Вам одно место, это Римлянам. Հռոմեացիների մեջ Сейчас я прочту. 12 глава 12-րդ գլուխ и 19 стих. 19 համար И там ниже тоже եւ прочту. միջև վերջ։ Не мстите за себя, возлюбленные, но давайте место гневу Божьему. Ибо написано: «Мне отмщение, я воздам, говорит Господь». Սիրելիներ, վրեժխնդրություն մեկ անի ձեր անձերի համար, ապա բարկության տեղ տվեք, որովհետև գրված է. վրեժխնդրությունը իմս է, ես պիտի հատուցանեմ, ասում է Տերը։ Вы знаете, с кем я разговаривал, с некоторыми из них, Գիտեք, երբ որ մի քանիսի հետ խոսում էի, они очень ожесточенные. նրանք շատ խստացած են։ И даже не только карабахцы. Ոչ միայն Ղարաբաղցի ժողովուրդը։ Я там пришел, у одних там взял люля-кабаб, там купил, да, там Ես в այնտեղ մի магазине. տեղից քյաբաբ վերցրեցի Там место խանութից։ такое было, ханутиц. И там один, ереванский человек, который там живет. Երևանցի էր, Он настолько ожесточенный, նա այնքան խստացած էր, на Бога ожесточенный. Աստծու վրա այնքան խստացած էր։ Он говорит, что я не верю в Бога, потому что почему Бог так сделал? Ասում է, չեմ հավատում Աստծուն, ինչի համար նա էս հենց արեց։ Почему Он не сохранил нас? Мы же христиане, мы верующие. Ինչին ամես չպահպանեց, չէ որ մենք էլ ենք քրիստոնյա, հավատացյալ ենք։ Ну, я ему как мог аккуратно объяснил, что Ինչքան հնարավոր են բացատրեցի, христианин это не тот человек, который должен крестик носить. քրիստոնյան դա միայն նա չի, որ խաչ է կրում իր վզին, Или говорить о том, что он христианин, որ ասում է, որ ինքը քրիստոնյա է, а поступать как христианин. այլ ապրի ինչպես քրիստոնյա։ Ну, он на меня немножко ожесточился, Ին վրա էլ մի քիչ բարկացավ, что я ему так сказал. Ну, որ տենց ասեցի, я улыбнулся, взял բայց то, ես что я ժպտացի, купил у него. վերցրեցի ինչ որ առել էի։ Но на сердце у меня осталось, я думаю, что многие люди, живущие сегодня здесь, в Армении, Բայց իմ սրտում մնաց դա, որ այն մարդիկ, որ շատեր апրում են այստեղ Հայաստանում, думаю, что тоже ожесточенные. մտածում է, որ նրանք էլ բարկացած են Աստծու վրա։ Почему-то они думают, что Бог им обязан. Նրանք мտածում են, որ Աստված պարտական է իրենց։ И не только мне, знаете, не только там, где мы живем, а везде, на всяком месте. Ոչ միայն այնտեղ, որտեղ մենք ենք ապրում, այլ ամեն տեղ Господь, Աստված Он хозяин, նա Он Տեր է, господин. նա Տեր է, И все, что Он делает, եւ ինչ որ նա անում Он է, делает во благо человеку. նա անում է մարդու բարօրության համար։ Человек думает, что он Մարդը մտածում է, որ ինքը должен от Бога получить все, что он хочет. Աստծուց ստանա այն ինչ որ ինքը խնդրում է, ուզում է։ Но Слово Божье говорит, Բայց Աստծո խոսքը ասում է, интересно, здесь я прочитаю опять к римлянам, почему-то я буду читать римлянам. ուզում եմ հելի Հռոմեացիներից Это կարդամ, В 8 главе к римлянам, 8-րդ գլխում է 28 стих. 28-րդ խոսքը։ «И притом знаем, что любящим Бога, призванным по Его изволению, все содействует ко благу». Римлян 8. 28-ը։ Սակայն գիտենք, թե ամեն բաները բարի գործակից կլինեն նրանց, որ Աստված կսիրեն
որոնք նրա նախասահմանությունով կանչված են։ Когда человек имеет надежду на Господа, Երբ որ Աստծո մարդը ունի հույս Աստծո վրա, то тогда он будет говорить, даже если что-то случилось, նա կար պետք է ասի, ինչ էլ լինի, не то, что хотел, как он, ինչպես որ ես եմ ուզել, то это во благо. դա բարի է ինձ համար։ Вы помните, что сделал Иов? Դուք հիշում եք ինչ արեց Հոբը, Когда случилось с ним такое, երբ որ նա այդ բաները կատարվեց, и он сказал своей жене, неужели нам принимать только от Бога хорошее? եւ նա կնոջ ասեց, ինչ միթե միայն բարի կառնենք Տիրոջից, И он ни в чем не согрешил в слове своем. եւ նա ոչ մի բանով չմեղանչեց խոսքով Աստծո առաջ, И прославил его եւ даже в փառավորեց тяжелый Տիրոջը, момент. անգամ ծանր ժամանակ։ Вы знаете, я здесь немножко отметил, тогда, когда мы были в Грозном, Ես իմ մոտ նշել եմ, երբ որ մենք Գրոզնիում էինք, и я вам до этого сказал, что нам дали всего 10 дней срока, ես ասեցի, որ 10 օր ժամանակ էին մեզ տվել դուրս գալու, нам было очень тяжело в то время, մեզ շատ ծանր էր այդ ժամանակ, но была у нас надежда на Господа. բայց Աստծո վրա հույս ունեինք մենք։ И мы, когда молились, Եվ երբ որ աղոթ կարեցինք, пришли соседи чечены, եկան չեչեն հարևաններ, и отец сказал своему сыну, եւ հայրը ասաց իր որդուն, чтобы нас вывез оттуда. որ մեզ հանեն այդտեղից։ Мы должны были проехать 5 или 6 постов, Մենք պետք է 5 թե 6 այդ սահմանակետ անցնենք, անցակետ։ и каждый раз, когда мы подъезжали к посту, Եվ ամեն անգամ երբ որ մենք մոտենում ենք այդ անցակետին, он выходил и по-чеченски с ними եւ նա разговаривал, դուրս էր գալու եւ չեչեներեն խոսում նրանց հետ, и нас пропускали. եւ նրանց մեզ բաց էին թողնում։ Таким путем мы выехали оттуда. Մենք այդպիսով дուրս եկանք այդտեղից։ Очень многие люди там остались. Շատ մարդիկ մնացին այնտեղ։ Да, и уже, да, ну, Господь сохранил почти всю нашу церковь. Եվ Աստված պահպանեց գրեթե մեր բոլոր եկեղեցին։ 16 семей уехало в Америку, 16 ընտանիք Ամերիկա գնաց, остальные все в России, кто где уехал в разные места. մնացածը Ռուսաստանի տարբեր տեղերում են։ Я никогда не думал, что я мог бы попасть в Америку. Ես երբեք չէի մտածել, որ Ամերիկա կհասնեմ։ У нас не было ни родственников там, Մենք ոչ բարեկամ ունեինք այնտեղ, никого не было. ոչ մեկը չունեինք Но այնտեղ։ нас Господь провел таким путем Բայց Աստված մեզ տարավ այն ճանապարհով и укрепил нашу веру. եւ մեր հավատքը ամրացրեց։ Не от того, что мы поехали в Америку. Ոչ թե դրա համար, որ մենք Ամերիկա ենք Потому что գնացել, когда мы приехали в Америку, այլ նրա համար, որ մենք եկանք Ամերիկա, нам было очень тяжело. մեզ շատ ծանր էր։ Мы приехали только с 2 сумками, Երկու պայուսակով էին не գնացել։ знали языка. Ոչ լեզու գիտենք, Да, были братья, сестры, конечно, братья կային там. եղբայրներ, Кто քույրեր мог, այնտեղ, как-то помог. ինչպես կարողացան օգնեցին ամենքը։ И я одно время так сильно тосковал, Եվ ես մի ժամանակ եկա որ sense կարոտում էի, не знал я, что делать, как поступить, потому что я не знал языка, и я не знал, куда идти работать и что делать. չգիտեի ինչ անեմ, լեզու չգիտեի, որտեղ աշխատեմ, ինչ անեմ։ Но когда прошло такое какое-то время, и когда папа мой и мама мои, они покаялись, Բայց երբ որ անցավ ժամանակ եւ իմ հայրը եւ մայրը ապաշխարեցին, Господь укрепил меня Աստված ամրացրեց ինձ и благословил нас. եւ օրհնեց մեզ։ Да. Знаете, независимо от того, где бы мы ни находились, Կապ չունի թե մենք որտեղ ենք ապրում։ Господь готовит каждого из нас. Աստված պատրաստում է ամեն մեկիս։ Сегодня такое время, Հիմա այնպեսի ժամանակներ են։ там в Америке как будто бы мир и безопасность, Այնտեղ Ամերիկայում թվում է թե խաղաղություն եւ ապահովություն է։ а здесь как будто тяжелое такое положение, потому что Այստեղ թվում է թե շատ ծանր է վիճակները, такое напряжение и с этими с соседями, которые там напрягают Армению нашу. Այսպես թվում է թե լարված իրավիճակ է հարևան երկրների հետ կապված, Но слава Богу, բայց փառք Աստծո, что Господь нам дает надежду
на вечную жизнь. որ Աստված մեզ տալիս է հնարավորություն հավիտենական կյանքի И Он готовит нас եւ նա պատրաստում է մեզ тогда, когда мы այն ժամանակ երբ որ մենք приготавливаем свои сердца. պատրաստում ենք մեր սրտերը Прочитаю одно место. Ուզում եմ Петр, մի տեղ էլ 5 կարդամ главе, Պետրոսի 5-րդ գլխում առաջի Պետրոս 5 главе и 6 стих. 6-րդ խոսք 1 Петра, 5 глава, 6 стих. Итак, смиритесь под крепкую руку Божью, да вознесет вас в свое время. Ուրեմն Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեցեք որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի Придет момент, կգա ժամանակ когда люди, которые уверовали в Господа, մարդիկ որ հավատացին Տիրոջը это вы, այդ դուք եք это те, которые преклонились пред именем Божьим, այդ նրանք են ովքեր խոնարհվեցին Աստծո անունի առաջ они возрадуются, նրանք կուրախանան они преклонят свои сердца իրանց սրտերը կխոնարհացնեն тогда, когда Христос придет. երբ որ Քրիստոս կգա А никто не знает этого времени. ոչ մեկ չգիտի այդ ժամանակը Кто-то говорит о том, что придет после того, когда Антихрист станет. որոշներն ասում են երբ որ ները գա դրանից հետո պետք է գա Кто-то говорит, еще какие-то события должны произойти, чтобы это случилось. ոմանք ասում են ինչ որ բաներ պետք է կատարվի որ Քրիստոսը գա Христос, когда был со своими учениками, и они спрашивали Его, երբ որ Քրիստոս իր աշակերտների հետ էր հարցրեցին նրան когда это случится? երբ է դա լինելու Он сказал, не ваше дело, եւ Հիսուսն ասավ դա ձեր գործը չէ все в руках Божьих. ամեն բան Աստծո Atsa ձեռքերի Nebesna. մեջ է հոր ձեռքերի մեջ է Насколько нам нужно сегодня бодрствовать? ինչքան է մեզ պետք արթուն մնալ այսօր И вам, ձեզ и нам. եւ մեզ Там, кто находится в Америке, նրանք ովքեր Ամերիկայում են там, кто находится в России, նրանք ովքեր Ռուսաստանում են мы все должны бодрствовать. մենք բոլորս պիտի արթուն մնանք И если каждый человек, который бодрствует сегодня, на сегодняшнее время, երբ որ ամեն մարդ արթուն է մնում այս ժամանակներում то как те мудрые девы, նրանք նման են իմաստուն կույսերի может быть, даже немножко где-то ослабевают. կարող է ինչ որտեղ տկարանան մի փոքր Или закрыли глаза, заснули. կամ էլ քնել են թմրել են Но у них есть возможность поправить свои светильники բայց նրանց կա հնարավորություն շտկելու իրանց լապտերները и встретить нашего եւ Господа. դիմավորեն մեր Տեր Հիսուս Нашего Քրիստոսին մեր Փեսային Пусть имя Божие благословенно будет. թող Աստծո անունը փառավոր լինի Вы не знаете, а Бог знает, насколько мое сердце сегодня просто ликует и торжествует, когда я вижу, и я сегодня нахожусь в армянской церкви. դուք չգիտեք բայց ես գիտեմ Աստված գիտի թե իմ սիրտը ինչքան է ցնծում ուրախանում որ հայկական եկեղեցում եմ гտնվում Пусть имя Бога прославится и в вашей церкви. թող Աստծո անունը փառավորվի ձեր եկեղեցում էլ И я вам хочу, чтобы не забыть мне передать огромный привет от нашей церкви. ես ուզում եմ որ չմոռանանք որ մեր եկեղեցուց բարևներ են բերել մի тоже принимаем Благодарим. Они мне сказали, говорят, обязательно передай привет. Я говорю, обязательно. ես ասեցի կփոխանցեմ անպայման Слава Богу. Благодарю сердечно. Я им передам обязательно. Встану в собрании, когда приеду домой, если Бог даст возможность приехать. երբ որ գնամ այնտեղ ժողովի ժամանակ կասեմ նրանց Обязательно передам привет կփոխանցեմ ձեր от բարևները моих родных армян. իմ հարազատ հայերից Пусть имя Бога будет прославлено во веки. Аминь. Аминь. ամեն